Բարև ձեզ հարգելի ընկերներ եւ բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, որը կոչվում է Աստվածաշունչը եւ մեր ապագան։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ սեղմեք զանգակի վրա։ Եվ եթե դժվար չի, տարածեք մեր այս բոլոր տեսանյութները, թող բոլորը տեսնեն, Աստծո խոսքը լսեն, թող տարածվի ողջ աշխարհով մեկ։ Շնորհակալություն ձեզ։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ։ Եվ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից։ Աստված ուշ կարողություն տա մեզ արդյունք։ Մենք առաջին անգամ Սուրբ Խաչին նվիրված տոնը տոնում ենք մայիս ամսին, Զատկի հետո հիսնակաց շրջանում, երևում է Սուրբ Խաչի, երբ որ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Տիրոջ խաչը երկնքում երևաց, այնքան լուսավոր, որ ծածկեց նույնիսկ արևի լույսով, այդ օրը շատ մարդիկ հավատացին, թե հեթանոսներ, թե հրեաներ, դարձի եկան եւ օրվա գյուրեղ հայրապետը մկրտեց հազարավոր քրիստոնյաներ դարձան։ Մենք լավ քրիստոնյա երբ ենք եղել, երբ որ եւ հոգեվոր իշխանությունը եւ աշխարհիկ իշխանությունը, պետությունը Աստվածավախ են եղել։ Օրինակ Աշոտ ողորմած թագավորի ժամանակ Անի քաղաքում, ինչ որ ասում ենք 1000 մի եկեղեցնի քաղաք, Աշոտ ողորմածի ժամանակ է Անին շենացել։ Որովհետեւ թագավոր ինքը բարեպաշտ մարդ էր, շատ բարեպաշտ, աղոթասած մարդ էր։ Բայց հետո ամենը կորցրինք։ Ամեն ինչն էլ այդպես է, մարդը Ադամն ու Եվան իրենք դրախտում էին ապրում, դրախտը կորցրեցին Արթուր ջան, ինչու, որովհետև իրենց ունեցածը չգնահատեցին։ Իրանք չհասկացան, ինչ ասել է Աստծո ներկայության մեջ ամեն օր ապրել, Աստծո հետ ամեն օր զրուցել։ Քիչ համարեցին։ Տեսեք, Օց ինչպես է Եվային ասում։ Դուք չեք մեռնի, հակառակը դուք էլ աստվածներ կդառնաք եւ կարողանաք տարբերել բարին ու չարը։ Եվ այդ Աստված լինելը ավելին ունենալու ցկտումը փափագներ, որ կորցրեց ամեն ինչ։ Այնպես էլ մեր կյանք այսօրվա մարդու համար ամենաէժանը իր կյանքն է։ Եվ ընդհանրապես աշխարհում էր ամենաչգնահատվածը մարդն է։ Այսօր ավելի շատ կենդանիների համար կազմակերպություններ կան, դրամահավաքներ անում կենդանիներին պահելու, քան մարդկանց համար, մարդկանց հոգ տանելու։ Մայր Թերեզան ասում է աշխարհում հացից ավելի շատ սիրո սով կա, սիրո պակաս կա։ Եթե մենք մարդիկս իրար սիրեինք, ինչպես հարկն է, ինչպես աստվածային կարգն է, մենք սիրեինք իրար, հարուստը ամեն օր կմտածեր աղքատի մասին։ Մենք կմտածեինք ամեն օր ընկած մարդուն բարձրացնելու մասին եւ բաժանումներ չեն լինի մեր կյանքի մեջ։ Այս քանի որ մենք մանկուց մեր միտքը չարի ծառայության տակ է, մենք սովոր ենք անդադար հեռանալ եւ չգնահատել։ Մենք էլ երբ ենք մեր կյանքը գնահատում, երբ որ հիվանդանում ենք, երբ որ մահվան շունչը մեր թիկունք մզգում ենք, այդ ժամանակ գնահատում ենք ինչ ասել է կյանքը եւ ինչ ունենք եւ ինչ կարող ենք հիմա կորցնել։ Մենք վատնում ենք, մսխում ենք մեր կյանքը ուղղակի։ Քանի երիտասարդ ենք, մեզ թվում է, թե մենք միշտ ուժեղ ենք լինելու, մեր ուժերը բավականացնել է ինչ ուզենք այն էլ անենք, երբ որ գալիս է որոշակի տարիքի հասնում ես, տեսնես, որ չէ, կամաց դու հետ ես գնում, մահում ես։ Եվ եթե հոգու տոկունություն չունենաս, հոգիդ լուսավորված չլինի Հիսուս Քրիստոսով, շատ դժվար է այդ արարիչներին դիմակայել։ Եվ սա կարող է մարդուն բերել հուսահատության եւ հուսալքության։ Սա սատանայի ամենամեծ զենքն է, որ մարդը հուսահատվում է, այլևս ոչինչ չի կարողանում գնահատել իր կյանքի մեջ։ Նույնիսկ իր կնոջը, զավակին, իր ամուսնուն չի կարողանում գնահատել։ Եվ ինչու է խաչի հանդեպ նաեւ այսքան մեծ տեղ տալիս եկեղեցին,
որովհետև խաչը մեր փրկության գործիքն է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, խաչը երկինքից երկիր կապող սանդուղքն է, որ մարդը կարող է խաչի ճանապարհով բարձրանալ։ Իսկ հայրերից մեկը շատ մի գեղեցիկ խոսք ունի, ասում է, խաչը երկնքից իջած անմահացնող հացի անպարտելի սեղանն է։ Հասկացա՞ր, ինչքան գեղեցիկ է։ Անպարտելի սեղանն է անմահացնող հացի, որ երկնքից Հիսուս Քրիստոսին է գալիս։ Եվ խաչի մասին օրինակները Սուրբ Գրքում բազում են, բայց ուզեմ մեկ ամենակարևոր օրինակը բերել։ Հիշում եք, որ մեղքի պատճառով Աստված թույլ տվեց օձերը մտան հրեական բանակի մեջ, այսինքն ժողովուրդ, որ անապատում էր, սկսեցին խայթել բոլորին եւ սկսում են մարդիկ մահանալ։ Երբ որ Մովսեսը աղոթեց Տիրոջը, Տերն ասաց՝ մի պղինձից օձ ձուլիր, փայտի վրա կախիր մեջտեղում անապատի եւ նրանց, որոնց օձերը կխայթեն, կբերեք կնայեն այդ պղնձե օձին ու կբժշկվեն։ Սա Տիրոջ խաչափայտի ամենագեղեցիկ վառ օրինակն է, եւ ինչպես որ մարդը մեղքից խոցվում է, խայթվում է եւ գալիս է, երբ որ մենք նայում ենք խաչին, մեր մտքով միանգամից Հիսուս Քրիստոսին ենք տեսնում եւ Հիսուս Քրիստոսի արյամբ մենք բժշկվում ենք մեղքի խայթոցից։ Եվ խաչը նաեւ աշխարհ իրար կապող միջոցն է։ Տես Հիսուսի խաչը ձեռքերը, որ այսպես պարզած է, երբեք Հիսուսի ձեռքերը փակ չեն։ Հիսուսը միշտ կանչում է մարդկանց։ Աշխարհի 4 ծագերից ինքը կանչում է, բերում է խաչի մոտ եւ խաչով ինքը երկինք է բարձրացնում եւ նաեւ խաչով էր իր ճանապարհով էր, որ հաշտություն կնքվեց մարդու եւ Աստծո միջեւ։ Սրա համար է, որ խաչի տոնը մեզ համար շատ կարեւոր է։ Դրա համար որ մենք խաչը միշտ մեր պարանոցներից կրում ենք որպես նշան, որ այս խաչի միջոցով ենք երկինքը բացել մեզ համար։ Եվ նաև սա նշանն է մեր պատկանելության։ Խաչով մենք ցույց ենք տալիս, թե մենք ում ենք պատկանում եւ ով է մեր փրկիչը եւ ինչ ճանապարհով մենք փրկչի հետ պիտի միանանք հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Ուրեմն սա է պատճառը եկեղեցին այս կարևոր տոների հիշատակությունը դրել է մեզ համար, որպեսզի մենք մեր մտքի մեջ միշտ ունենանք, որ խաչափայտը պարզապես մի գործիք չէր, որով Հիսուս պիտի խաչվեր, սպանվեր ու անարգվեր, այլ խաչը պիտի դառնար միջոց մարդկանց փրկության համար։ Դրա համար նաև Պողոս առաքյալը Գաղատացիների նամակի մեջ ասում է. «Քավ լիցի, այսինքն Աստված չանի, եթե ես այլ բանով պարծենամ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։ Ուրեմն խաչը պարծանքն է, եւ երկրորդը հայրերն ասում են խաչը մեզ տրված սուր է, որ սրված է Հիսուս Քրիստոսի արյունով, այսինքն հավատացյալի ձեռքի զենքն է չարի դեմ պայքարելու համար։ Առանց խաչի զորության, առանց խաչի ներկայության քո կյանքի մեջ դու չես կարող հաղթանակ տանել։ Եվ դրա համար է, այսինքն բոլոր եկեղեցիներում գմբեթներում խաչը դրված։ Դրա համար է, որ մենք մեր զգեստների վրա, մեր ձեռքի մեջ միշտ խաչ ենք պահում, որովհետև սատանան երկու բանից է վախենում՝ խաչի զորությունից եւ սուրբ հաղորդության անպարտելի զորությունից։ Եվ 17-րդ դարի վանականներից մեկը, որ Սուրբ Պատարագի մասին շատ գեղեցիկ մի գիրք ունի գրված, այնտեղ իր հուշերի մեջ ասում է, որ սատանայի մեծագույն հաղթանակը քրիստոնյաների հանդեպ այն է, որ մարդկանց զրկեց սուրբ հաղորդություններից, որ մարդիկ դադարեցին գնալ Սուրբ Պատարագի, այդ հրավերը, այդ սեղանի վրա, սուրբ սեղանի վրա ճաշակելու, Քրիստոս մարմին այրունը մարդը կամավորապես զրկեց ինքն իրեն եւ ինքը ամենտեղ ճաշակում է ամեն ինչ, բայց Քրիստոսի մարմին ու այրունը չի ճաշակում։ Սա մեծագույն հաղթանակն է այսօր սատանա։ Իսկ հայրերից մեկ ուրիշն էլ ասում է, որ հրաշքներ եթե դուք փնտրում եք, ուրեմն իմացեք, որ ամենամեծ հրաշքը Սուրբ Պատարագն է, որ ունեք ձեր կյանքի մեջ։ Եվ եթե նկատել ես եկեղեցու սուրբ սեղանները այսպես են տեյաձև, որ սուրբ խաչի օրինակ, այսինքն խաչն է խորհրդանշում սուրբ սեղանը եւ խաչի վրա սկիհի մեջ Հիսուս Քրիստոս է պատարագվում մեր փրկերի փրկության համար։ Այս կարևոր ճանապարհն է բացում խաչը։ Դրա համար նաև Պողոս առաքյալն ասում է, որ խաչի քարոզությունը հիմարություն է հրեաների համար եւ գայթակղություն է հեթանոսների համար։ Ինչու՞, որովհետեւ իրենք չէին հասկանում խորհուրդը, թե ինչու պետք է խաչը դառնալ փրկության միջոց։ Այսօր շատ կրոնական խմբակներ դեմ են խաչակնկվելուն, խաչ կրելուն, մերժում են խաչը,
Հрեաները մինչև այսօր Երուսաղեմում, հատկապես ծայրահեղականները, երբ որ խաչը տեսնում են, թքում են, որովհետև իրենց համար դա գայես գայթակղություն է, որովհետև իրենք չհասկացան ինչպես կարող է Աստված գալ, խաչվել մի փոքրիկ խաչափայտի վրա եւ դրանով փրկել մարդկությանը։ Բայց դա գինն էր, որով Հիսուս իր կյանքով վճարեց, որպեսզի մեզ ազատի սատանայի եւ մեղքի իշխանությունից։ Թվում է իրանք լավ էլ հասկանում էին, դրա համար էլ տարել էին, թաղել էին, որ խաչը չգտնվեր։ Այո, եւ նույնիսկ ասում եմ սկզբնական շրջանում տարան թաղեցին հեթանոսական մի տաճարի մեջ, որ ասեն հեթանոսի Արտեմիս աստվածուհուց է այդ հրաշքները, ոչ թե խաչափայտից։ Բայց ամեն դեպքում խաչափայտի զորությունը մեր կյանքի մեջ գործում է։